Ինչ եք կարծում, ինչ ընթացք կստանա Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։ Ինչ ասեմ, շատ վատ է, եկեղեցի միշտ եղել է պետության կողքին, չի կարելի եկեղեցու դեմ գնալ, եթե եկեղեցում ինչ-որ մեկը սխալ է անում, կարելի է ներսում, մեր պետության ներսում այդ հարցը, ոչ թե համաշխարհային գործ դարձնել, ամբողջ աշխարհը արդեն իմանում է ինչ է կատարվում, չի կարելի, թող եկեղեցին ինքը իր հարցերը լուծի։ Ապարդյուն։ Բայց կշարունակի։ Ինքը քան այդ խելքին է իհարկե։ Պետք է իրեն ոտերը դեպի վերև հրապարակում կախել, ով է տեսել հազարավոր տարիների եկեղեցին, մենք բոլորս ասում ենք փառք Աստծո, չէ՞։ Եթե դու որից մի հանցանք ես ասածին թող եկեղեցին դա հայ ժողովրդի միակ հենարանն է։ Իսկ ինքը որ գնում ուրիշտեղ հաճում այդ խոդրուտ գալիս է։ Չեմ շփվում, չգիտեմ։ Չեմ ուղղակի հեռուստատեսությունով եմ ես միշտ նայում, բայց չեմ մասնակցում։ Ինչ եք կարծում, կշարունակի ինքը այդ արշավը եկեղեցու։ Չգիտեմ, Ազիզ ջան, չեմ իմանում, չեմ մասնակցում։ Ինչ եք կարծում, ինչ ընթացք կունենա Նիկոլ Փաշինյանի։ Չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետև արդեն աբսուրդի է հասնում այդ ամբողջ։ Երկիրը քանդել։ Այ, չեմ ուզում։ Ինչ իմանամ։ Կշարունակի ձեր կարծիքով էլի թիրախավորել եկեղեցին։ Կշարունակի։ Ինչ պիտի անենք դրա դեմ դառնալու համար։ Մեզանից ինչ է կախված։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, երևի մի բան ստացվի։ Նման հարցերով ես ընդհանրապես չեմ հետաքրքրում։ Ես պետք է կամ բարձր պաշտոնի եկեղեցական լինի, կամ էլ կառավարության ինչ-որ բարձր պաշտոնի։ Բայց որպես քաղաքացի ինչ եք կարծում, կշարունակի նորից թիրախավորել եկեղեցին հոգևորական։ Բայց ով ասում թիրախավորում է։ Չի թիրախավորում։ Եկեղեցին ինչ-որ մեկին պետք է ենթակա չլինի, տվյալ պետության ներսում։ Ընտանիքում բոլորը չպետք է մեկին ենթարկվեն։ Եկեղեցին առանձին կառույց է, դա նույնիսկ սահմանադրությամբ։ Գուցե սխալներ է թույլ տալիս, ով պետք է նրան վերահսկի։ Բայց իշխանությունն ավելի շատ սխալներ է թույլ տալիս, ինչ իշխանությանը չենք գտնում։ Եկեղեցին Ես իմ ուժերից վեր է դա, ես չեմ կարող նման հարցերի պատասխան տալ։